մինչև մարտի 8-ը Իդեան համակարգի ցանկացած խանութսրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տևում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ, Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահը։ Այսօր երեքշաբթի է եւ արդեն ավանդույթ է դարձել, երբ մենք ամեն երեքշաբթի 20:00-ին ուղիղ եթերում պատասխանում ենք ձեր հարցերին։ Ես անոնս էի դրել իմ էջում եւ ստացել եմ 3 հարց։ Այս հարցերը իհարկե չեն կարող չվերաբերվել այն ժամանակաշրջանին, որում մենք ապրում ենք։ Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում ընդառաջ հերթական խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու հունիսի 7-ին, եւ այսօր, ինչպես եւ ես ներկայացրել էի, մենք ունենք մի հարգարժան հյուր, մեր հյուրն է ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը, բարև ձեզ, պարոն Մալխասյան, շատ ուրախ եմ ձեզ տեսնել, նմանապես, եւ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ միանալու համար։ Պարոն Մալխասյան, մենք արդեն քանի շաբաթ է ամեն երեքշաբթի ժամը 8-ին ուղիղ եթերով պատասխանում ենք մեր հարգարժան քաղաքացիների հարցերին, հետևորդների հարցերին։ Բնականաբար այս հարցերը վերաբերվում են մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը։ Մենք այս պահի դրությամբ իհարկե ունենք 3 հարց, որոնց կպատասխանենք, բայց մենք կաշկանդված չենք միայն այս շրջանակով, մենք նաև իմ շրջանակում, դուք ձեր, մենք գիտենք նաև ինչ առավել այսպես հուզող հարցեր ունեն մեր ունկնդիրները եւ անցնելով ինչ որտեղ էլ ենթադրության դաշտ մենք այսպես սպասում ենք, որ այդ հարցը եւս կառաջանա։ Եվ միանգամից անցնենք առաջին հարցին։ Առաջին հարցի հեղինակը հարգարժան Ռիտա Դավթյանն է։ Հարցի համար շատ շնորհակալ եմ, կարդամ հարցը։ Պարոն Մալխասյան, ինչով է պայմանավորված ներկա ընդդիմության ցինիկ պահվածքը, ես բառացիորեն եմ կարդում, երբ քաջ գիտակցում են իրենց ազգակործան ծրագրերի արդյունքը։ Երբևէ իրենք եղել են հայամետ, ունեցել են հայի ոգի, հայկական մտածելակերպ, եթե այո, ապա որ պահից իրենք դարձան դավաճան, կարելի է ներել նմաններին, կանխավ շնորհակալություն։ Ըստ ամենայնի, պարոն Մալխասյան, դուք որպես փորձված մարդ, այսպես ասենք, ավագ սերնդի, ով հենց մեր պետականության, անկախ պետականության առաջին օրերից միշտ ունեցել եք ակտիվ դիրքորոշում, օրվա այսպես ամենասուր հարցերի հետ կապված եւ ունեցել եք ամենաակտիվ մասնակցությունը, լինի դա խաղաղության պայմաններում, թե պատերազմի, թե ներքաղաքական այս թոհուբոհի մեջ, եւ ուրեմն ձեր դիտարկումները եւ ձեր փորձը ինչ է ցույց տալիս, համեցեք։ Նախ շնորհակալ եմ հարցի համար, շատ կարևոր հարց է տվել Ռիտան, Ռիտա է, չէ՞։ Այո, Ռիտա Դավթյանը։ Այսօր եթե իհարկե դրանց կարելի է կոչել ընդդիմություն։ Ես եմ ընդդիմությունը, իրենք այս ընդդիմություն կոչված է այսօր, ասում է բաներ, որ իշխանության լինելու դեպքում երբեք չեր ասի։ Ուրեմն խոստանում է ինչ-որ բաներ, որ իշխանություն լինելու դեպքում երբեք չէր կարող իրագործել։ Ֆանտաստիկ բան։ Այո, օգտագործում է արտաքին աշխարհի հետ հարաբերություններ հաստատելու մի ազատ բառապաշար, որ իշխանության լինելու դեպքում երբեք չեր օգտագործի։ Հիմա այս առումով, այս խոսույթի առումով, ընդդիմությունը ավելի ազատ է ու սանձարձակ, քան թե իշխանությունը։ Բաներ կա, որ իշխանությունը չի կարող ասել, իրենք ասում են։ Ապա զաբաղ ասում են։
Խոստանում են ինչ ասես։ Խոստանում են, մտածում են մի բան, որ մեր ժողովուրդը հələ լիարժեք քաղաքական գիտակցության չի հասել եւ հնարավոր է սուտ խոսելով, խոստումներ տալով, աչուցախ, գայթակղիչ խոստումներ տալով, տեսեք այդ բանը ինչա կոչվում, այդ Տաշիր Սամոյի խումբը, ուժեղ Հայաստան, չէ՞, դες ինչ խոստումներ են տալիս։ Ձարի վարչապետ։ Հա, մարդկանց ակաժներին հաճելի բաներ լինի, աչուցախ խոստանում են։ Հիմի խոստանալը փողով չի։ Հա։ Հիմա դրա համար պետք է ես ասել եմ, միշտ ասել եմ, մեր իրական իշխանություն, որ մենք ձևավորենք, մեզ անհրաժեշտ է մեր ժողովրդի գիտագից աջակցությունը։ Որտեղ անգիտագից աջակցողները միշտ խապտվում են։ Այո։ Ծուղակի մեջ են հայտնվում։ Որտեղ ասում են, տեսնա լավ բաներ է խոստանում, խոստանում է, բայց այդ լավ բաները դա կարող է կատարել։ Հաշվարկ կա։ Այնց բաներ են խոսում, որ տակը հաշվարկ չկա, մասնագետները, տնտեսագետները, ուրեմն ասում են, որ դա սուտ է։ Հիմա նայ, օրինակ ասենք, հետո իրանք մի այսօրվա անդիմությունը, որ ազգային ժողովում է, հələ թող մեր ժողովուրդը մի հատ վերլուծի, ինքն իրեն հաշիվ տա։ Սրանք, որ այս 5 տարի հայտնվեցին ազգային ժողովում, այս Վանեցյանի եւ այն մյուս խումբը։ Նախ Վանեցյանի խումբը շեմը չէր հաղթահարել, օրենքի ուժով քաշին բերին։ Հա, օրենքն էր։ Հիմա սրանք այս 5 տարվա մեջ գիտես ինչ աշխատավարձեր են ստացել մեր հարկատուների հաշվին։ Արտոնություններ են ստացել, այն իշխան Սաղաթելյան կա այդ մանդատը, որ ստացել է, դարել առյուծ։ Մանդատը ձեռից վերցրես, կտանակատու։ Բայց այդ մանդատը վերցրել են, դրանք ինչ օգուտ են տվել մեզ։ Ուրեմն ազգային ժողովում Ռիտա Դավթյանն էլ հենց դա է հարցում։ Հա, ազգային ժողովում բացի ինտրիգներ, խառնաշփոթ, խուլիգանական դեպքեր սանձազերծելուց ինչ են արել, ինչ օրենքներ են մշակել, որ մեր կյանքը դրանք պատգամավորը ինչի է համար կոչված, օրենսդիր, որ ինքը նախ հասկանա օրենսդիր բաներից, օրենքներից եւ այնց օրենքները նախաձեռնեն, որ մեր կյանքը ավելի լավանա, այդ նախաձեռնությունները առաջ բերեն եւ եթե իշխանությունը ինչ որ տեղ նաեւ ինչ որ լավ բանա նախաձեռնությամբ հանդես եկել լավ գործարար է ցեղ չշպրտեն լավին լավ ասեն եթե սխալվի իշխանությունը նոր մեղադրեն ու իրենք էլ ճիշտն ասեն իրենք էլ ճիշտն ասեն այո բայց թոշակները բարձրացնես չէ հայոյում են կամ էլ ասում են ես մենք ստիպեցինք որ թոշակները բարձրացնել եթե մենք Նիկոլին անընդհատ չճնշենք թոշակ չէ բարձրանա հիմար բացատրություն նույնիսկ զավեշտի կարգի հիմարներություններ կան մի հայտնի մարդ էլի ես չեմ ուզում անունը տամ այս մամուլեյում ուրեմն մենք հիմի մեր բանակը ուժեղանում է անընդհատ ուժեղանում է եւ անհամեմատ այսօր աննախադեպ ծախսեր են այսօր անհամեմատ ես որպես բանակի հետ էլ կապված մարդ եմ ուրեմն ես տեսնում եմ որ այսօր մեր բանակը անհամեմատ ավելի ուժեղ է քան թե 20 թվին 22 թվին շատ բանը ուժեղ է բանակը հիմնավոր տեխնոլոգիաներով բաներով ռեֆորմներ հիմա այդ Հնդկաստանից զենքեր ենք բերում այդ պինակա տեսակի հրթիռային համակարգ էր որը մեր լեռնային համակարգում շատ լավ զենքեր են մեկը գնել է ասում է հələ տեսեք այս ինչի է սրանք այդքան շատ զենքեր բերում եթե թուրքերի ու ադրբեջանցիների հետ եղբայրացել են, բայց զենքերն ով վրա պետք է օգտագործեն։ Ես զգուշացնում եմ, այդ զենքերը պետք է օգտագործեն կամ Իրանի, կամ Ռուսաստանի վրա։ Ապուշ հիմար բացատրություն, բայց մարդիկ կարող են մտածել, կարող ասում ճիշտ ասում։ Այսինքն այս ընդդիմությունը ցեղ շպրտելուց բացի ուրիշ ոչ մի բան չի տիրապետում։ Մեր մեծանուն երկիծաբան Հակոբ Պարոնյանը մի օր այսպիսի միտք է ասել է հայոյանքը խոսքի սով է այս մարդկանց մոտ խոսքի սով է ասելիք չունեն
հայոյում են, խուլիգանություն են անում, ցեղ են շպրդում, ամեն ինչ փչացն, այսինքն բանի ամեն ինչ լավն էլ է, հետը վատ է։ Հիմի դրա համար ես ասում եմ, իրանք ինչ են ասում, այս վերջերս այս թեմա ծավալու թեմա է, բայց եթե պետք է էլի խոսանք։ Ասում է, այս վերջերս էլի այս Տաշիրի խմբից մեկն ասում է, մենք որ գանք Քոչարյանի բաներից էլի խմբից, արմատախիլ կանենք կոռուպցիան։ Սպասի։ Արմատախիլ կանես, բա հիմա այդ ապօրինի գույքերը որ բերում են, հետ են բերում։ Այդ աղջիկը հալալ լինի իրան, այս դադախազը գյուտ է կամ հայտնագործություն։ Այս աղջիկան որտեղից գտան բերին։ Սա բացառիկ մի ուրեմն հայրենասեր աղջիկ է։ Բայց որ ինքը բերում է ապօրինի գույքերը, լրիվ չի հաջողվում բերել, մի մասն է բերում։ Բայց այդ մի մասին էլ որ ծանոթանում ես, ֆանտաստիկ գլուխը մեծանում ասում ես, այսքան սրանք ոնց են թալանել։ Այդ պատերազմական վիճակում գտնվող երկրում այսքան թալանը աղքատ երկր։ Աղքատ երկրում այսքան թալան սրանք ոնց են արել։ Այսինքն կոռուպցիոները հելելա ասում եմ ես կոռուպցիայի դեմ կպայքարեմ։ Որ ասում եմ ոնց որ ասեն անփարոյականությունը, անփարոյականը, եթե փարոյականության քարոզներ է կարտում, ուրեմն մեր վիճակը շատ վատ է, շատ վատ ենք մենք։ Ես այն օրը կարդացի մի բան, այո, կոռուպցիան, եթե արմատախիլ անենք, երկիրը սրընթաց մի անգամից կզարգանա։ Այդպես են արել նաև Իսրայելում։ Իսրայելի հիմնադիրներից մի կին հիմնադիր կա, որին հрьяաները ասում են երկատե բան, Տիկին, լեդի, Գոլդա Մեյրը, այո, Գոլդա Մեյրը, այո, վարչապետն իրենց է։ Նոր է հենց ձևավորվում այդ պետությունը եւ այդ Գոլդենեյրի ասածները կիրառեցին, որ նաեւ Իսրայելը այդպես հզորացավ։ Ինչ ասում նա։ Ասում է, եթե ուզում եք ստեղծել մի պետություն, որտեղ կվերադառնան ձեր դուստրերն ու որդիները, եթե ուզում եք ստեղծել մի պետություն, որի ժողովուրդը վախ չի ունենա ապագայի հանդեպ, ապա կատարեք ընդամենը 3 քայլ։ Քայլերից առաջինը, գլխավորը, կոռուպցիան հավասարեցրեք պետական դավաճանություն։ Հայրենիքի դավաճանությանը, կոռուպցիոներներին դավաճանների 7 պորտ։ 7 պորտ։ Հիմա ես էլ ասեմ փագեմ։ Եվ կիրառեցին, դա կոռուպցիան վերացել է։ Հիմա այսինքն ինչ է ստացվում, եթե մենք էլ կիրառենք այդ օրենքը, հիմի Քոչարյանը պետք է բանտարկվի։ Իր շուրջը հավաքված է թալանչիները, կողերը պետք է բանտարկվեն։ Այդ Տաշիր Սամոյի աղբերը դրանց հետ էր աշխատում, չէ՞։ Դե աշխատակազմի ղեկավարը։ Բանն էր, բակի պաշտոն ուներ։ Դրանք էլ են թալանել, դրանք պետք է կալանավորվեն։ Եվ դրանց թորի թորը, հա, պետք է գրանցվի որպես հայրենիքի դավաճան։ 7 պորտ։ Այսինքն կարող է մարդու թորի թորը ազնիվ ածնվել, չէ, ազնիվ։ Կաշակ չի վերցնում, բայց իրան պետք է պիտակը կպցնե ճակատին հայրենիքի դավաճան։ Հիմա այս հայրենիքի դավաճանները եկել են հայրենասիրությունից են խոսում, եկել են կոռուպցիան արմատախիլ անելուց են խոսում, այստեղ է խայտառակությունը։ Դրա համար ժողովրդին ասում եմ, այս բոլոր բաները հաշվի առեք։ Դրան ձայն չտակ, 0 ձայն։ Եթե մի քանի ձայն դրանց տվիք, չէ, այդ աղմախները նորից կհայտնվեն ազգային ժողովում, ոնց կհայտնվեն։ Իրենք շեմը չեն հաղթահարի։ Բայց ոնց որ Վանեցյանը մտավ ազգային ժողով, շեմը չեն հաղթահարի, բայց օրենքի ուժով սրանց կքաշեն, կբերեն նորից, դրանց երեսները նորից կշարունակեք տեսնել ու ջղայնանալ։ Էս է իմ ասածը։ Պարոն Մալխասյան, ոնց որ թեման շարունակելով էլ այստեղ հաջորդ հարցին միանգամից անցնենք, հաջորդ հարցն էլ տալիս է Անահիտ Բաղդասարյանը։ Հարցնում է Անահիտը, ինչ պետք է անել, որպեսզի ինքն է գրում ազգադավ մեր պետականության համար վտանգ հանդիսացող 3 նախագահ կոչված անձանց այդ պաշտոնները անիրավի զավթած
արտոնություններից զրկել, ունեցվածքն արգրավել եւ ենթարկել քրեական պատասխանատվության։ Դա իհարկե պատկերացումն է, իհարկե այսպես մենք ունեցել ենք 3 նախագահական կառավարում Հայաստանում, որից հետո սահմանադրությունը փոխվել է։ Այո։ Հենց Սերժը փոխվեց։ 18 թվականի հեղափոխությունն էլ եկավ ոնց որ հենց նաև այդ նախագահական ժամանակաշրջանի ավարտը դարձավ եւ հիմա իհարկե այս 3 նախագահների պարագան տարբեր պատմություններ են, հա, ասենք առաջին նախագահան առանձին պատմությունը, հետո գալիս են այսպես կոչված երկրորդը եւ այսպես կոչված երրորդը, որոնք ընդհանրապես որևէ ընտրություններով չեն անցել եւ իրենց անվան հետ է կապված այն բոլոր խնդիրները, որի լուծման միակ տարբերակը դարձավ ուղղակի հեղափոխությունը։ Այլ տարբերակները փակված էին։ Հիմա մենք որքան էլ որ տարբեր է, բայց մենք մի զավեշտալի դեպք ենք տեսնում, երբ առաջին նախագահը ուղղակի կոչ է անում մի ռուսաստանցի օլիգարխի ձայն տալ, երբ իրենք էլ են կուսակցություն, որն էլ վարչապետի տեխնացու էր կարծեք թե առաջադրել եւ քաղաքական տրամաբանությունն այն է, որ նրան էլ պետք է սատարել, բայց դա տեղի չի ունենում։ Նախ խոսենք սրանից եւ հետո էլ անցնենք այն 2 այսպես կոչված նախագահների, Այո, որոնք մինչև հիմա քաղաքականության մեջ են, իրենց տեսնում, շուտ հայտարարություններ են անում, դասեր են տալիս, ճիշտ ու սխալ են բացատրում մեզ, փորձում ապացուցել եւ այլն։ Համեցեք։ ուրեմն ընդհանրապես ես իրավաբան լինելով հանդերձ դեմ եմ բեսպրեդելին։ Դե բնական։ Եվ իրավաբանության մեջ sense մի հատ ոսկե կանոն կա, չափածուցված փաստերը գնում են կասկածյալի օգտին։ Հիմա պետք է մեղքը հիմնավորենք, ապացուցենք, բեսպրեդելը շատ վատ բան է։ Ուրեմն 3 նախագահներին էլ լավ գիտեմ, իրանց օրոք ենք ապրել եւ կալանավորվել։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին մենք ինչ ձեռքբերում ունեցանք։ Մենք այդ ազատագրական պայքարի տարիներն էր, մենք կարողացանք երկրաշարժից հետո սովետական միությունը քանդվել է, երկիրը այդ դրամարկղի փողերը լրիվ զերոյացրել են։ Այդ պայմաններում ինքը կարողացավ Վազգենի հետ միասին կազմակերպել են ինքնապաշտպանության պայքարը եւ ազատագրել մեր պատմական հողերի զգալի մասը։ Սա բայց ուրիշ թեմա է, որ ազատագրեցին, ասում են գրավելը հեշտ է, պահելն է դժվար, չկարողացան պահել։ Եվ դրանից հետո շատ սխալներ եղան։ Նաեւ 94 թվականի այդ պայմանագիրը, որ զինադատար կնքին, իմ կարծիքով սխալ էր։ Թեպետ Տեր-Պետրոսյանը ժամանակին առաջարկներ է արել Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ, որ ժողովուրդը չի ընդունել։ Ու չի ընդունել հատկապես Դաշնակցություն, Քոչարյան, Սերժ, այդ խումբը չեն ընդունում։ Ասում են դավաճան եք դուք, հողազդողին գնդակահարել։ Հա, ինքը տեսավ որ մեննա գա, հեռացավ։ Վազգենն էլ էր անցել նրանց կողմը։ Հիմա ինչ վերաբերում է, ես չեմ ասում Լևոն Տեր-Պետրոսյանը հրեշտակ գա։ Մենք էլ ենք շատ սխալներ թույլ տվել, ինքն էլ է թույլ տվել, հիմա էլ է երևի թույլ տալիս։ Այդ ձեր ասածը իհարկե սխալ է, շատ սխալ է։ Բայց հիմա կանքել է այս երկուսին։ Հիմա ուզում եմ ասեմ, իր ուրեմն բերած այն մեծ բանը օգուտը, այնքան շատ է որ այն փակը, եթե ինքը կոռուպցիա չես բացահայտել Լևոնի մոտ, ուրեմն իր այդ արած մեծագործությունները սխալներին ոնց որ ասած ծածկում է։ Բայց հիմա կանք այս երկուսին։ Այս երկուսը շատ ճակատագրական սխալներ են թույլ տվել հայ ժողովրդի նկատմամբ։ Ուրեմն նույնիսկ Սերժին իշխանության բերելու համար ժողովրդի արյան ու դիակների վրայով եք բերին։ Մարտի 1-ը նկատի ունեք։ Մարտի 1-ին, հոկտեմբերի 27-ին, սպանդարին, այդ լրիվ նույն կծիկն է։ Այդ հոկտեմբերի 27-ը որ արին, Սերժը ժամանակ
համ ԵՎԴ-ի, համ ԿԳԲ-ի մինիստրն էր, չէ՞։ Այո։ Հա։ Ոչ էլ ազատեցին գործից, ոչ էլ պատասխան տվեցին։ Որտեղ նույն խումբն է։ Սրանք Լևոնից առանձնանում են որոշ հարցերով։ Որտեղ սրանք տապալեցին Լևոնին հանին, որ իրանք վերցնեն ղեկը ալան թալան անեն այս երկիրը ուրեմն բոլոր պարամետրերով կողպտեն։ Հիմա սրանք ծանր հանցանքներ են թույլ տվել, առանձնապես ծանր, որոնց համար պետք է պատասխան տան։ Եթե պատասխան չտան, ապագայում այդ տիպի հանցանքներ էլի կլինեն, հոկտեմբերի 27-ներ կլինեն, մարտի 1-եր կլինեն։ Հիմա լսել եմ, որ լսում ենք լրատվությունից, որ իբր նախաձեռնել են, որ մարտի 1-ը բացահայտեն։ Եվ ահագին Թամամյան Հովիգի նկատմամբ գործ հարուցեցին նախկին նախարարի ինչ էր անունը։ Օսիպյան։ Այո, սրանք պիտի կալանավորվեն։ Բարձրադիր պիտի կալանավորվեն։ Որովհետև իրանք էլ հայտարարում ասում են, մենք ինչ մեղք ունենք։ Մեզ հրամանը տվե արել ենք։ Դե ոչ անորթին հրամանը տվող։ Հիմա եթե հրաման տային մորդ գնա Սպանի կոչումը կբարձրացնենք։ Կանեիշ։ Երկիրը հայրենիքը ժողովուրդն են, քու հերն ու մերն են։ Ուր ես դու կրակում ժողովրդի վրա։ Այդ հրամանը ով է տվե։ Առաջինը հրաման տվողներին, երկրորդը կատարողներին, խստագույնս պատժել։ Այսինքն, այս բանի, մեկ էլ լսում եք, դատավարություն է գնում։ Ասում են ինչ դատավարություն է։ Բայց Սերժը Սալյարկա է գողացե։ Այ քեզ խայտարագություն։ Երկրի նախագահ Սալյարկա է գողացե։ Եթե Սալյարկա է գողացե, ուրեմն այն մյուս բաներն էլ գողացած կլինի։ Եթե ասենք այն մեծ բաները թալանել է, հələ չի կշտացե, հիմա էլ Սալյարկա է գողանում։ Եվ դատ է գնում։ Դատ է գնում, վերջում կարող է Սերժին դատեն ու ժողովուրդը հաստատ ինչի մար դատեցին, Սալյարկա է գողացե։ Այս բաները, այս նախագահները շատ մեղքեր ու չարիքներ ունեն։ Եվ մինչև անգամ այդ որ ասում եք նախագահական ինստիտուտը, որ վերացրին, ինքը բերեց պարլամենտական բանը, Սերժը բերեց, չէ՞, սահմանադրությունը փոխին։ Երրորդ ժամկետը այս սահմանադրությունը թղթով որ ճիշտ է։ Այս գործող սահմանադրությունը ժողովուրդը չի քվեարկել։ Այո։ 5% ժողովուրդ ցայն չի տվել։ Սրանք բոլոր թվերը կերծեցին, իրանց ուզած բաները այն ժամանակ բաներ կային ծախված այդ իրավաբաններ, մոռացել եմ անունները, այդ դրանց մեծ մասը, այդ իրավաբանների մեծ մասը նաև հայրենասեր չեն։ Նրանց փողը տուր այն բանկար Վլադիմիր Նազարյան կար, բոլոր կուսակցությունների համար բաներ գրում։ Սահմանադրության նախագիծ, ասում եմ թուրքն էլ փոխտակը գլեն։ Սրանք այս փաստաբանները, իրավաբանները դրանց մեջն էլ կան հայրենասեր մարդիկ։ Բայց սրանք ընտանուր առնա անընդհատ փող են աշխատում այդ հայրենասիրությունը դառնա երկրորդ պլան։ Այս եմ ասում, շատ սխալներ են թույլ տվել եւ պետք է բոլորը իրենց կատար հեմի լավա որ ուրախանում են որ դատախազությունը, այդ հակակոռուպցիոն կոմիտեն կամաց այդ սխալները ապօրինի գույքը հետ բերելու ապօրինի գույքը հեմի առաջին հերթին Քոչարյանին նաեւ Պետք է խստագույնս դատել, ինքը խոստովանել է դա, որ բանակը հանեց ժողովրդի դեմ։ Այո։ Բանակը իրավունքը չունի։ Սա շատ մեծ ծանր հանցագործություն է։ Եվ բանակի դեմ հանցագործություն։ Եվ բանակի դեմ եւ դրանով մեր բանակը ինքը քայքայեց, թուլացրեց եւ մեր ամբողջ այդ ռազմավարական ունեցվածքը ուրեմն հազարապատի գեժան գներով վաճառեց ռուսներին։ Որոնք որ վերջում մեզ վաճառեցին թուրքերին։ Այո։ Քոչարյանն արեց սա։ Եվ Ղարաբաղի հարցի հետ կապված էլ սրանք մեծ բաներ ունեն, պատասխաններ ունեն տալու։ Պետք է դատվեն խստագույնս։ Պարոն Մալխասյան, տեսեք, դուք էլ նշում եք, որ 1000-ը մի բան են արել, բայց մինչև հիմա հենց պատկերավոր ասած Սալյարկայի հարցն է մեջտեղում, կարծեք թե մնացած հարցերը ամեն ինչ կարգին է եղել, այդ մի Սալյարկեն էր, որ
Այն էլ խնդիր է, դա մեկ։ Երկրորդը մենք տեսնում ենք, որ այս մարդիկ, ովքեր հեղափոխությամբ զրկվեցին իշխանությունից, իրենց համակարգը մերժվեց հենց ժողովրդի կողմից, բայց այս մարդիկ մնում են քաղաքականության մասնակից եւ ըստ էության պահպանում են օրինական հնարավորությունը իշխանությունը հետ վերցնելու համար։ Ինչը նորմալ չէ, համաձայն։ Շատ աննորմալ է։ Եվ բացի դրանից էլ հեղափոխությունն եղավ թե չէ, այդպես էլ այդ հեղափոխությունը ծննդական չունի, էլի, ասենք լավ, ինչ եղավ այս հեղափոխությունը։ Որովհետև հեղափոխությունն ինքնին արտակարգ դեպք է, չէ, որովհետև առերևույթ հա երկիրը ժողովրդավարական ինչ ընտրություններ իշխանությունը դուրը չի գալի գնա փոխի ընտրությունները դրանից մի տարի առաջ էին եղել հանրապետական կուսակցությունը այն երկնքի հասնող ինչ որ տոկոսներ ուներ ամեն ինչ 250,000 անդամ ուներ շարմազանովը դեր ասում հիմա այդ ոնց եղավ որ հեղափոխություն եղավ ու պարզվեց որ դուք ձայն չունեք ու դրա հետ կապված գնահատական չկա։ Այդ լավ է։ Ոչ իրավական, ոչ քաղաքական։ Ոչ մի ձևով։ Ու հիմա էլ այս մարդիկ ասում են մենք անդիմություն ենք։ Դրանով իսկ վիրավորելով անդիմություն գաղափարը, որովհետև անդիմություն չի նշանակում պետության հակառակորդ, պետականության հակառակորդ, սուվերենության դեմ կամ ասենք մեր երկրի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող պետության շահերի այսպես հաղորդիչը մեր ներսում։ Մենք այսօր տեսնում ենք այս մարդիկ ընդհանրապես ինչ խոսում են ստացվում է ոչ թե իշխանությանն են հակադրվում, այլ պետության գոյություն են դնում կասկածանքի տակ։ Համեցեք։ Ուրեմն քեզ ասեմ Ռուբեն ջան այս քաղաքականության մեջ մի ոսկե կանոն կա ուրեմն այդ կանոնը եկեղեցին հակառակ ձևով է կիրառում էլի եկեղեցին ասում է մի դատիր որ չդատվես եւ ինչ դատով դատում ես այդ դատով էլ կդատվես իսկ քաղաքականության մեջ ասում է որպեսի քեզ չդատեն դու դատիր դատիր որ չդատվես հիմա հələ նայեք բանը Սաակաշվիլին երբ որ Փաշինյանը բանը տեղական բանը դատախ իրավապահ մարմինները կալանավորեցին բանին Սամվել Կարապետյանին չէ այո հաջորդ օրը Սաակաշվիլին ուրեմն հայտարարություն տարածեց ասեց ես եկել եմ մի հետևության իդեպ Սաակաշվիլին մեծ տրամաչափի քաղաքական գործիչ է, ինքը սովորական գործիչ չի։ Ասում է, ես եկել եմ մի հետևության, որ Փաշինյանը ավելի ուժեղ քաղաքական գործիչ է, քան թե ես։ Ինչի համար։ Ասում է, նույն սցենարը ին վրա կիրառեցին, Իվանաշվիլիին ուղարկեցին, ես չկալանավորեցի Իվանաշվիլիին, ինքը ինձ կալանավորեց։ Հիմա Փաշինյանը, եթե Սամվել Կարապետյանի չկալանավորեր, ինքն էր Նիկոլին կալանավորելու։ Ուզում եմ ասեմ, այս օրենքի խստությունը մեր մոտ, քանի որ այս երկիրը համարվում է ժողովրդավար երկիր, դեմոկրատական ուղղությամբ գնացող երկիր։ Սկսնակ, այսպես։ Հիմա շատ բաներ դու ես էլ մտահոգված ենք, բայց եթե առանց լուրջ հիմքերի, փաստերի մեկի վրա գործ հարուցեն, ուրեմն տարբեր ատյաններով բողոքներ կանեն մինչև Եվրոդատարան։ Դե հետո կարտարանան։ Դրա համար այս իրավապահ մարմիններն են շատ հարցերում կաշկանդված։ Պետք է փաստեր լուրջ հիմքեր փաստեր հավաքեն, չէ՞ որ գործ կարողանան հարուցել եւ մինչև վերջ այդ գործը տանեն։ Դե մարդուն առանց մեղքի ոչ ես տանը։ Առանց մեղքի բեսպրեդելը ավելի կործանի երկիրը։ Հիմա այդ եմ ասում, ինչին էր վերաբերում հարցը։ Հարցը վերաբերվում էր նրան, այս մարդիկ ոնց են մինչև հիմա քաղաքականության մեջ։ Քաղաքականության մեջ են, որտեղ էլի եմ ասում, օրենքը ամբողջ խստությամբ չի կիրառվել։ Եվ քաղաքական, իրավական, գնահատական նախորդ իշխանություններին չի տրվել։ Հրապարակային չի տրվել։ Ուրեմն դրա համար սրանք այդ բանի մեջ
ասես մի կարգ կա, ես ոստիկանությունում եմ աշխատել ահագին։ Ուրեմն երբ որ դու հանցագործին, ակնհայտ հանցագործին զիջում ես, չէ՞, ինքը ավելի է լեկտի անում։ Ինքը ոչ թե անպատժելիությունից։ ինքը տեսնում է որ դու թույլ ես, առանց զիջում ես, նորից անում։ Այսինքն այդ օրենքի դիկտատուրա, օրենքի գերակայություն չի աշխատում։ Չի աշխատում։ Չնայած որոշ դրվագներ ես տեսա, որ իրանք կիրառում են, ասենք իրանց մոդիկ, ասենք ես ամենի դեսպանի եղբայրը հանցանք կատարեց, դատեցին։ Իրանց մարդիկ էլ եթե բաներ են անում, պատժում են։ Պատժում են եւ անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից, Քոչարյանը, Սերժական, այդ Տաշիրական այդ խումբը։ Այդ բառապաշարը, որ ստեղ օգտագործում է, գնալ օգտագործել Ռուսաստան։ Պուտինը մի օրվա մեջ դրանք արդեն 10 տարի հոտված էին դրելու վերերքը։ Այդ այդ Ռուսաստանը ինչ ասեին, հասարակ մի բան ասեին։ Պատերազմը լավ բան չէ, մենք խաղաղություն ենք ուզում, հա? Խաղաղություն ես ուզում, քանի հոգու։ Գնա 10 տարի նստի։ Բայց նրանք Ռուսաստան են ուզում մեծ վրա։ Մեր պրեզիդենտն ասում է, մենք ուրեմն պետք է գրավենք ամբողջ Ուկրաինան, ես եկի ասում խաղաղություն եմ ուզում։ Բանդարգել։ Ես տեսել եմ որ ես երկիրը մի քիչ լոյալ է, բանա, բարի է, դեմոկրատական բաներ է առաջ տանում, նրանք էլ լեկտի անում են։ Խնդիրը ամբողջ սրա մեջ է։ Պարոն Ալխասյան, նաև ստեղ մի հարց էլ կա, մենք այս ինչ ձեր հետ միասին քննարկում ենք, մենք մեր երկիրը սենց ասենք էլի ակվարիումի մեջ չի, էլի արտաքին միջավայրի մեջ է, իսկ մեր կողքերն էլ դուք են Ռուսաստանը նշեցիք, Ռուսաստանը 4 տարուց ավել է արդեն պատերազմի մեջ է, դա մեզանից հյուսիս, մեզանից հարավ Եվս մի ահռելի տարածաշրջանային պատերազմ է եւ մենք էլ նոր փորձում ենք այս տասնամյակների կոնֆլիկտը մեր հարևանների հետ հաղթահարել այդ խաղաղ ուրեմն գոյակցության, հա, ինչ որ ձև գտնել եւ ինչ որ բաների հասել ենք նաեւ արել ենք դա Միացյալ Նահանգների շնորհիվ մենք ընդհանուր շահ ենք կարողացել գտնել եւ դրա հիման վրա փորձել ինչ որ տենց համակեցության մոդել մշակել հիմա մեզ երրորդ հարցը հա Տիկին Արմինե Ռշտունին է հարցնում ինչպիսին պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը իրանական դեպքերի վերաբերյալ որքան երկար կարող ենք չեզոք լինել Եվ կարող է գալ մի X պահ, երբ ստիպված կլինենք ընտրություն կատարել մեր երկու բարեկամ Իրան եւ ԱՄՆ պետությունների միջև։ Նախ նշենք, որ Հայաստանը հենց այդ դրական չեզոքությունն ցավակցեց նաեւ, ցավակցեց, Հայաստանն այսինքն այստեղ սկզբունքային դիրքորոշում է ընդունում ընդհանրապես պատերազմի եւ խաղաղության վերաբերյալ առաջնորդվելով այն սկզբունքով, որ խաղաղություն լինի թե մեծ համար, թե մեր հարևանների եւ բարեկամների համար, հա? Այս ձևով եւ համարում է, որ այս մեր պատերազմը չի, հիմա հարցը այն է, որ մենք որքան երկար կարող ենք չեզոք մնալ, չեզոք լինել։ Ինձ թվում է մենք ամեն ինչ պետք է անենք երկար չեզոք մնալու համար, որովհետև նախ սա մեր պատերազմը չի։ Համաձայն։ Նախ մեր պատերազմը չի։ Այս հզորները աշխարհի ոտքի են էլ աշխարհակարգը ուզում են փոխեն։ Փոխել, այո։ Փոխեն։ Հինը չկա, նորը Քարտեզը աշխարհակարգը ուզում են փոխեն եւ կփոխեն։ Հիմա մեր նման պետությունները, եթե խառնվեն այդ բաների մեջ, կմնան ոտատակ, փլատակների տակ։ Այո։ Ոնց որ շատ տակա գլուխներ ասում են գրավենք, ջարդենք Թուրքիան, Ստամբուլը սարքենք արյանցով։ Դե հա, ինչ որ անում ես, ուզում ես անել ավելի ճիշտ։ Մի հատ հələ մինչև անել այդ հաշվար գարա։ Դու դա կարաս անես, անելուց հետո կարաս այդ եղածը պահես։ Մարսես։ Մարսես կամ պահես։ Հիմա ոչ ոք չգիտի, օրինակ ես Իրանի հետ կապված զարգացումները մի քանի օր հետո ինչ կլինեն։
Օրինակ Ամերիկան ձգտում է այնց Իրան ձևավորի, որը ոչ թե թշնամի լինի Ամերիկային, Իսրայելին, այլ լինի ամենամոտ բարեկամը։ Այո, եւ դրա նախադրյալներն էլ կան։ Հա, նախադրյալները։ Հետո Ամերիկան եւ Իսրայելը 40-50 տարի քրդերի հետ աշխատանք են տանում։ Նրանք հենց վաղը մյուս օրը ցայնը կլսեք, թե ինչ ձևի են ակտիվանալու Իրանի, Սիրիայի եւ Իրաքի քրդերը, Թուրքիայի չէ, Իրաքի։ Սրանց երևի ամերիկացիները խոստացել են, որտեղ դրանք շատ են, 20-30 միլիոն են։ Դրանց պետք է պետություն տան։ Հասկանում ես։ Եվ հիմի բացի այն, որ քրդերին պետություն տան, երկրորդ խնդիրն էլ Ամերիկան հեռահար հաշվարկներ ունի, երկարաժամկետ։ Դու ինչ գիտես, թե ինչ հարաբերություններ լինելու Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ։ 100% պատերազմ է լինելու։ Գուցե 1 տարի, 2 տարի հետո, բայց անխուսափելի է, որովհետեւ Թուրքիան գնաց է քիթը խոտել է Իսրայելի սահմանները։ Դրանք դի բախվեն, անկարելի է որ չբախվեն։ Բայց հիմի եթե մենք այդից էլ պետք է։ հա, հիմի եթե Ամերիկան ուզում է այդ Պարսից ծոցից մինչև Սևծով կարճ անվտանգ ճանապարհ այդ բաները բացի լոգիստիկան եւ Չինաստանից մինչեւ Եվրոպա, որը Փաշինյանը որ առաջ այդ սլակները ցույցեր տալիս շատերը ծիծաղում էին, բայց այդ ճիշտ է։ Դասում են այստեղ խաչմերուկ եւ բոլոր հարևանների հետ պետք է հաշտվեն։ Պատերազմները այս ռեգիոնում պետք է դադարեն, որովհետեւ Ամերիկան գալիս դառնում է երաշխավորը։ Իսկ միջև հիմա երաշխավորը իբր Ռուսաստանն է, դի ուրիշ թեմա է, դրանք անդրադառնանք։ Հիմա դրա համար ինչքան հնարավոր է, մենք պետք է չեզոք դիրք գրավենք, հուսանք եւ սպասենք։ Բայց ես համոզված եմ, որ այս զարգացումները, այդ ընդհանրապես կրոնապետությունները ոչ մի լավ բանի չեն բերում։ Ստեղ էլ էին ուզում կրոնապետություն սարքել։ Ստեղ էլ նույն սցենարը ստեղ էր։ Կրոնավորները ելել են ոտի, հարստացել են, կոոպտել են, ելել են ոտի, չեն բավարարվում է դեղածով, ասում մենք իշխանություն ենք ուզում, պետությունը մեր ձեռքին պետք է լինի։ Շատ, 21-րդ դարն է, տեխնոլոգիաների դարաշրջան, գիտության, տեխնիկայի դարաշրջան, հələ են հետամնաց բաները եկել են մեյդան։ Որքան քուրմ ու մոկ, որքան քահանա, տգետ ու անգետ, նաև խապեպա, նաև մանկապիղծ, քանի դար արդեն մոլորեցրին ու թալանեցին մարդկությանը մեր։ Դրանց թեմա առնում են։ Սպեն աղբեր ջան, խապեպաներից մաքրեք տարածքը։ Պարոն Ալխասյան, իդեպ անդրադառնանք նաև նրան, այո, մեր եկեղեցու վերնախավի հետ կապված եւ եկեղեցում ճգնաժամ կա, ընդ որում դրա մասին նաև եկեղեցու ծառայողներն են բարձրաստիճան, հոգևորականներն են նաև նշում եւ բարենորոգման շարժում են նախաձեռնել, չէ՞, եւ համարում են, որ պետք է եկեղեցին իր ներսում ուժ գտնի այս խնդիրը լուծելու, բայց մյուս կողմից էլ պետությունն ինքն էլ, նաև հասարակությունը ինքն էլ չի կարող սրան անտարբեր լինել, հաշվի առնելով, որ եկեղեցու այդ վերնախավը այսօր փաստորեն Հայաստանին թշնամի ուժերին է ծառայում, ի վնաս Հայաստանի Հանրապետության ու այսպես մեծ հիմքեր ունենք մտածելու, որ Հայաստանի դեմ արշավում այս մարդիկ, այս խումբը փոքր, ինչ-որ շատ կոնկրետ ֆունկցիաներ է ստանձնել եւ փորձում է կատարել, եւ պետությունը երբ դրա դեմն առնում է, ասում են սա արշավ է ընդդեմ 1700-ամյա եկեղեցու։ Դուք ուշ-ուշով հետևում եք այս դեպքերին եւ վստահաբար շատ ցավալի է ձեզ համարել, բոլորիս համարել, սա մեր եկեղեցին է, բայց այնուամենայնիվ ճգնաժամը կա, խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Այս եկեղեցու բարենորոգման գործընթացում մենք շատ զարմանալի ու զավեշտալի դեպքերի ականատես եղանք։ Օրինակ, դրանք շատ են, բոլորը չեմ կարող թվարկել։ Մենք տեսանք, թե ինչպես
Այսպես կոչված վեհապար հայրապետը ուրեմն Սամվել Կարապետյանի եւ նրա կնոջ մեծադիր Յուաներ նկարը տարեկախել է Քրիստոսի նկարի փոխարեն Սրբա պատկերների ասում են մեր Քրիստոսը քանի որ մենք նյութապաշտ ենք այս մարդը մեզ փողա տվե ուրեմն քանի որ մեզ կաշարկա տվե փողա տվե Աստվածը Քրիստոսը չի սա է պաշտեք սրան հետո ինչ զավեշտալի բաներ տեսանք Այս Էդմոն Մարուկյանը պատարագի մասնակցեց բանի արցկացրեց պատարագ շորով հակավ այդ պիլոնը խաչը գցեց վզից տարավ հոգևորական էլի հետո ուրեմն պատարագի մասնակցեց Վանեցյանը էլի շորը հակավ խաչը գցեց վզից այդ բուլվարը վերցրեց պատարագ անցկացրեց նույնիսկ հունվարի 5-ին այդ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Վանեցյանը մի մաղթանք աղոթք հրապարակեց երկար ասում դիմում Աստծուն ասում է երկար կյանք տուր հայրապետին երկար օրեր հայոց հոր այս Վանեցյանի խոսքերն են հիմա այս բոլոր բաները հələ ուրիշ բաներ էլ կա հələ չեմ ուզում այդ ծանրաբեռնեմ այս բոլոր բաները որ ես տեսնում եմ չէ՞ ես նայում եմ մեկ էլ ակամայից հիշեցի դպրոցական տարիներում կարդացել եմ Սևակ շատ էի սիրում Սևակից անգիր էի սովորում մոտ կես դար առաջ Սևակը մի գիրք տպեց Եղիցի լույս հետագայում այդ գիրքը արգելեցին եւ ինձ թվում է այդ գրքի պատճառով էլ Սևակին Կադիբեն մահապործ արեց այդ գրքի պատճառով Ինչ է ասում այսօրվա հենց մասին է այդ այսօրվա այս մարդկանց մասին է դրա համար ուզում եմ մեջ բերեմ Կոչվում է նորօրյա աղոթք Ես վախենում եմ շատ եմ վախենում բյուրավոր ու բութ հավատացյալից բյուրատեսկ ու սուտ հավատացյալից Եթե Աստված եք փչեցեք դրանց մոմերը բոլոր մարեցեք նրանց կանթեղներն ամեն հանգցրեք նրանց ջահերն այլազան, որ եղիցի լույս Այսինքն սրանց մոմերը, ջահելը, կանտեղները ոչ թե լույս են տալիս, այլ խավար են բերում Զավեշտ է Բայց մինչև սրանց այդ ճրակն ու լույսը չմարես իսկական լույսը չի բացվի Նարեկացուց է հավանաբար ոչ վերցրե բանը, սևագը Այսինքն սրանք մի գիտես ինչ Այս եկեղեցին ուրեմն բութ, սուտ, կերծ հավատացյալներով է լցված Եվ դրա համար մեր ժողովուրդը հեռանում է եկեղեցուց Գնում է աղանդները Ասում է աղանդավորները ուրեմն պետերը այդքան գող եւ նյութապաշտ չեն ինչքան մեր եկեղեցու պետերը հեռանում են Հիմա բայց եկեղեցին մնում առանց ժողովրդի Հիմա ուրեմն եկեղեցին մենակ հոգևոր դասը չի Այս աղմախները գիտեն թե հոգևոր դասն ոնց որ գեներալը զորք չունենա ինչ պետք է անի գեներալը Հիմա սրանք մտածում են թե եթե իրանք սիրուն շորերը հական խաչը գցին վզից մի քանի բան էլ անգիր սովորեցին ուրեմն իրանք Աստծո կողմից իջած մարդիկ են Դուք ոչ մի կապ չունեք ոչ Քրիստոսի, ոչ Աստծո, ոչ հավատքի հետ Դրա համար այս բանը ախորները Նիկոլա ասում է չուլան, չէ Այս չուլանները, ախորները մինչև լիակատար չմաքրագրվի մեր հավատքը իր տեղը չիգնի, որը շատ կարևոր է մեզ Մենք գիտեմ ասեմ, մեր ժողովուրդը բացառիկ ժողովուրդ է Մենք Քրիստոսին միշտ մնացել ենք հավատարիմ 451 թվին, որ Վարդանը կռիվ տվեց, հայերը կռիվ տվին Իրանք գնացին գիտակից մահվան Իրանք գիտեն, որ մեռնելու են Բայց գնացին հանուն դրա, որ Քրիստոսին չդավաճանեն Այդ դրանք են հավատացյալները Սրանք ինչ հավատացյալ Իսկ բան են դեկորատիվ բույսեր են
Հիմա միջև այդ ես չգիտեմ այդ ինչ տասկա ընդունում այդ բանը, բայց սա շատ կարևոր նախաձեռնություն է։ Եվ այդ նախաձեռնությունը պետք է հասցվի հաղթական ավարտին։ Ինչ է նշանակում նեյնիմ անել։ Սա ստակը լիքը հանցանքներ կա։ Իդեպ այսօր ազգային ժողովի նախագահին այդ հարցը տվեցին, ասելով մի քիչ ոնց որ չեք пассивացրել թեման, ինքն էլ ասաց, որ ոչ։ Հա, մենք հիմա ուրիշ հարցերով ենք զբաղված, բայց թեման пассивացված չի։ Ասված որովհետև մենք սխալվենք, բայց ես գիտեմ որ մեկը Նիկոլի բնավորությանն էլ լավ մոտիկից ծանոթ եմ, հետը շատ եմ շփվել, որ ինքը չի բանանի, եթե չի նահանջի։ Ինքը գիտի այս ինչ որ մենք խոսում ենք ավելի շատ գիտի։ Եվ դա պետք է այդ գործը անպայման հասցնի իր հաղթական ավարտին եւ մենք այնպես եկեղեցի ու վեհապար պետք է ունենանք, որ իրոք արժանի լինեն իր ձեռքը համբյուրելու։ Բայց սրանք պղծված են, սրանք չի կարելի նույնիսկ մոդիկ գնալ։ Պետք է դուք մերժես, որ իրանք զգան մերժված են, իրանք իրանց ռադալն են գնան։ Պարոն Մալխասյան, այս ամենը որ մենք խոսում ենք, այս ոնց որ զուգահեռ սյուժե է գնում Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններում շատ խորը ճգնաժամի։ Այո։ Հետ միասին, ընդ որում այս խորը ճգնաժամը դա իմ համոզմամբ սա այս վերջի 5 տարվա ճգնաժամը չի։ Ոչ էլ վերջին 35 տարվա ճգնաժամն է, հա, ասենք այդ անկախության օրվանից։ Հա։ Այլ վերջի 200 տարվա այդ անցած չանցածի վերջաբանն է, հա։ Այսինքն հայ ժողովրդի պատմության մեջ, Հայաստանի պատմության մեջ այս կոպիտ ասած այս ռուսական գլխի վերջին էջն է թերթվում եւ բացվում է նոր մաքուր էջ։ Բայց այնուամենայնիվ սա դեռ սպառնալիք է, որը պետք է դեռ հաղթահարվի։ Այսինքն տենց այնպես չի որ դա մեզ հեշտ է տրվում եւ ռուսներն էլ տենց հեշտորեն կասեն դե լավ ինչ ուզում եք արեք։ Սենց էլի իր խորության մեջ էլի դուք ինչպես եք տեսնում, ինչպես եք գնահատում այս իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում եւ ոնց եք տեսնում ելքը համեցեք։ Ես քեզ ասեմ այդ հարցը, այդ թեման այսօր հայ ժողովրդի ամենակարևոր հարցերից է, բախտորոշ հարցերից է։ Ընդհանրապես խելացի ազգերն ու ժողովուրդները իրենց եւ ուրիշների սխալներից դասեր են քաղում։ Նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում։ Այո։ Եվ միշտ զգուշանում են նրանցից, ովքեր գոնե մեկ անգամ իրաց խապել կամ դավաճանել են։ Այո։ Այս պարզ բան է, չէ, հասարակ բան։ Որ ազգերը ու ժողովուրդները, որ սա այս պարզ բանը չեն հասկանում, անխուսափելի դատապարտված են կործանման։ Հիմա աշխարհի շատ պետություններ եւ պետության ղեկավարներ իրենց անվտանգային ճարտարապետությունը կառուցեցին ռուսների վրա, Պուտինի վրա։ Եվ միշտ մտածում էին, որ եթե Ռուսաստանը իրենց դաշնակիցն է եւ ուրեմն իրենք անվտանգ են, դարդ չունեն։ Իրենք ոչ մի խնդրեմ չունեն։ Ինչ ոչ մի ճշնամի իրենց չի մոտենա։ Հələ այս բարձ բանը, թող մարդիկ այդ բարձ բաներ չեմ խոսում։ Քաղաքագիտական բաներ չեմ խոսում։ Հələ թող ժողովուրդը մի հատ տեսնի։ Ինչպես պաշտպանեց Պուտինը Կադաֆիին։ Ինչպես պաշտպանեց Սադամին։ Ինչպես պաշտպանեց Ասադին։ Ինչպես պաշտպանեց Յանուկովիչին։ Ինչպես պաշտպանեց Միլոշևիչին, որ սերբերը ռուսներին ազգակից են, նույն ազգն են։ Ինչպես պաշտպանեց Մադուրոին, որ եկան անկողնուց, կնոջ հետ տարան, անկողնու միջից տարան։ Ինչպես պաշտպանեց Իրանին,
Իրանին, որը ռուսները այդքան Իրանից զենք ստացան, Իրանի հետ զենք էին տալիս առնում եւ ռազմավարական բաներ էին իրար հետ քննարկում։ Հիմա ինչ ուրիշ զավեշտ է այսօր իմացել, այսօր։ Ուրեմն երբ որ այդ Ալի Խոմեյնիին ընտանիքով վերացրին, Պուտինը շատ խորը կսկիծով ցավակցություն հայտնեց։ Այսօր էլ ինչ է ասում։ Դիմել այ Քուվեյթին, ասում է ես պատրաստ եմ զենք զորք բերեմ Քուվեյթ, քեզ պաշտպանեմ Իրանից։ Իրանը ռմբակոծում է, երեք արդեն նրանց վիշտներ ցավակցում։ Այսօր անցել է Քուվեյթի կողմը, իբր իր խնդիրները Ուկրաինա լուծել է, հենց հայտարարում է թե Քուվեյթին կփրկեն։ Ինչպես պաշտպանեց վերջապես Պուտինը հայերին եւ հատկապես արցախցիներին, մեզ միամիտ հայերից խաբեց, թե ես բան եմ բերում խաղապարներ, կանգնեմ ձեր արանքը, բան ստեղ, մեկը ձեր խատրին չի կբնի, ճանճ չի թվում։ Ես ստեղ եմ, այս միամիտ ժողովուրդն էլ արցախցիները սկսեցին, Պուտինը մեզ կօգնի, Պուտին պամագի, ինչ արեցին, Արցախը առանուղագի մեջ, ուրեմն թուրքերի հետ համատեղ ծրագիր կազմեցին, որ Արցախը ոչ միայն պետքա էթնիկ զտվի, այլև արցախցիներին պետքա մինչև վերջի լուման կողոպտվի, փողերը լրիվ ձեռքերից պետք է առնենք։ Հələ թող այդ մի տարի, որ շրջափակման մեջ էին գտնվում, թող արցախցիները լսեն ինձ եւ հատատ ասեն, այդ մի տարվա մեջ ռուսները շաքարավազը ինչքանով են ծախել ցես։ Ծխախոտի մի տուփ է ինչքանով են ծախել, մակարոնը 5000 դրամ։ Ուրեմն 30-ից 40 անգամ բարձր գներով։ Լրիվ սրբին փողերը տարան, սարքին ունեզուրկ, ոչ միայն տնազուրկ, ունեզուրկ, նոր հանին ասին գնացեք այդ ձեր հին մին ավտոներն առեք, փախեք, գնացեք Հայաստան։ Ու գոհեղեք, որ չեն կոտորում։ Գոհեղեք, կոտորեցին շատերին, կոտորեցին, բանը, իդեպ ասեմ, ժամանակին Ժիրինովսկու մասին թուրքերն ասում էին, եթե ուզում եք իմանալ ինչ կա Կրեմլի մտքին, տեսեք թե ինչ կա Ժիրինովսկու լեզվին։ Հիմա, եթե ուզում եք իմանալ ինչ կա Կրեմլի մտքին, տեսեք թե ինչ կա Դուգինի լեզվին։ Դուգինն ինչ ասում։ Աշլանը նամակ գրեց, ինտերնետում տարածվեց դա։ Իլհամ Ալիևին գրեց. Դարագոյ թանկարժեք Իլհամ Հեյդարովիչ։ Ժամանակ Ադրբեջանը մի քիչ հակասություններ էր սկսել ինքնատիռի բանի պատճառով, ասում է դուք լավ մտածեք։ Այդ Ղարաբաղի տեր որ դարակ, ով էր կանգնած ձեր թիկունքին։ Մարդը պարզ ասում է, որ Ղարաբաղը մենք տվինք թուրքերին, բայց լիքը արցախցիներ կան, Հայաստանում էլ այդպես անխելք հայեր կան, ասում են ռուսները մեզ կփրկեն։ Մի հատ է փրկել։ Այ մարդ։ Հերիք չի։ Կարելի է հիմար լինել, բայց չի կարելի ամբողջությամբ հիմար լինել։ Այդքան չի։ Հետո ռուսների հետ կապված մի երկու բառեր շատ երկար թեմա է, այսի ժամերով կարելի է խոսել։ Գալ 1921 թվից, թե ոնց նրանք մեր 60,000 քառակուսի կիլոմետրը կեսը տվին թուրքերին, կեսը տվին վերցրին իրանց, Ղարաբաղը մեկ հարց է տալի ասում են, Ղարաբաղը ո՞վ է տվել թուրքերին։ Ղարաբաղը տվել է Լենինը, խելքի արեք։ Լենինը տվել է ռուսները հայերի նկատմամբ միշտ ունեցել են ուրեմն քաղաքակրթական բարդույթ, էթնիկ քաղաքակրթական բարդույթ։ Հետո ռուսական պետությունը երբեք կառուցված չի, ասենք ինստիտուտների, գաղափարախոսության վրա։ Այս պետությունը կայսերապաշտական երկիր է, միշտ կառուցված Ցարի կամքի վրա։ Ցարի կամքի վախի եւ ստի վրա։ Վախի եւ ստի վրա։ Վախ, տեսեմ այդքան ռուսները կոտորել ուրեմն ինչ վնասներ են կրում, չէ, մի մարդ չի համաձայնվում փորձ դուսկա խոսա։ Պապածվել են, որտեղ իրանց այդ երկար ժամանակ
այդ հաշիշով սրսկել են, որ ձեն հանեցիր Պուտինը կդատի։ Հիմա, հետո իրանք ռուսները մի մոտեցում են ունեցել, հələ Եկատերինայի ժամանակներից սկսած, որ հայերը աշխատող ժողովուրդ են, շինարար ժողովուրդ են, բայց հայերը պետություն չպետք է ունենան։ Պետությունը հայերի համար հակացուցված է։ Հայերը միշտ պետք է ռուսների ձեռի տակ ապրեն եւ լինեն ռուսների վասալը եւ կատարեն ռուսների ասածները։ Ոնց որ միշտ այն ժամանակի սովետի ժամանակի բաներ։ Հիմա Դուգինը, այս վերջերս չլսեցիք, Դուգինն ինչ ասեց։ Սալավյովը Դուգինը ինչ ասի։ Հայերը պետություն չպետք է ունենան։ Այո։ Բայց ռուսները մի հատ էլի մեղք են գործել, որ աշխարհում երևի ոչ մի պետություն այս բան չի արել։ Ռուսները դավաճանել են ոչ միայն մեզ, այլև դավաճանել են իրենց։ Հիմա հարց կտակ, իրենց ո՞նց են դավաճանել։ Դրանք անընդհատ, հələ Գրիզլով կար շուտ, մի 20 տարի առաջ։ Եկավ Հայաստան, ասեց խմեց կոնյակը, ասեց Հայաստանը մեր ֆորպոստն է, սա մեր դուռն է, մեր դարպասն է, եթե դարպասը բացվեց, Ռուսաստանը կորած է, նույնը ասեց ես վերջերս Դուգինը, չեք լսել, ասեց Հայաստանը մեր ֆորպոստն է, հիմա եթե դու ֆորպոստը դու ես հանձնում, դու, այսինքն հանձնելով, ինքը հələ մենք թողենք, մենք մեզի չի ուզում, որ մենք պետություն ունենանք, հանձնել է, մենք էլ աղմախի նման գնացել ենք իրա հետևից, հանձնում է մեզ, բայց ինքը իրան է ոչնչացնում, հիմի խելոք ռուսները վերլուծում են, որ այս ամբողջ ցախողումները 4 տարվա պատերազմի, սկսվել է Արցախից, Արցախի այդ ֆորպոստը բացեց ու սկսեց կործանվել, հիմի ժամ առ ժամ այդ ռուսական նավը խլվում է հատակը, քայքայվում է, վերանում է, հա, փաստատա, մի ամիս հետո տեսեք ինչ է կատարվելու Ռուսաստանում, այդ պետությունը կազմաքանդվում, խորտակվում է, բայց որոշ աղմախներ այդ ընդդիմության բաներով, չէ, ասում են արեք ետակ միանանք այդ նավին, լսի եղբայր, եթե դու ուզում ես կյանքիցդ զզվել ես, դու կնա միացի, բայց հայ ժողովրդին ուր ես տանում այդ նավի վրա, նավը խորտակվում է, խելքի արեք, պես է, հələ մինչև հիմի, հələ գնացեք ռուսներին հարցրեք, ասեք Հայաստանի սահմանները որն են, ասում են մենք Հայաստանի սահմանները չենք ճանաչում, եթե Հայաստանի սահմանները չեն ճանաչում, ուրեմն Հայաստանը որպես պետություն իրանք չեն ճանաչում։ Մի ուրիշ օրինակ բերեմ, Սախարովը, ակադեմիկոս Սախարովը, որ ատոմային էներգիայի բաներից էր, չէ, մի օր ասել է, որպեսի աշխարհը փրկվի, առաջին ատոմային ռումբը պետք է գցել Կրեմլի վրա։ Այդ ժամանակ աշխարհը կփրկվի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ձերս շատ տենց էմոցիոնալ եւ ապրած այդ մի նախադասություն էր պետք է ասեի կիսատ մնաց մեր ժողովուրդը թող ստապվի ես 3 ամսվա մեջ ուրեմն եւ իմանա որ չարիքի հաղթանակի համար երբեմն բավարար է նաեւ պարկեշտ հայրենասեր մարդկանց անտարբերությունը եթե պարկեշտ հայրենասեր մարդիկ անտարբեր են մնում ուրեմն սրիկաները, այդ ռուսա հպատակ ճորտերը պետք է գրավեն։ Ուրեմն թող իմանան մարդիկ, ովքեր որ որոշել են ընտրությունների չգնալ, դա շատ վատ արարք է։ Եվ դրանից է սկսվում, այդ անտարբերությունից է սկսվում բոլոր կործանումները։ Ինչ, ակնկալենք, որ մեր քաղաքացիները ամենաակտիվ մասնակցությունը կունենան այս ընտրությանը, որովհետև այն Չերչիլն էլ չէ ասում, որպեսզի վատ մարդիկ անեն իրենց արածը, բավական է որպեսզի լավ մարդիկ ոչինչ չանեն։ Սկսեմ բան։ Ապրես Ռուբեն ջան։
Դու էլ Վարդան ջան, շատ շնորհակալ եմ այս Ես էլ եմ շնորհակալ համար, որ հատկացրեցիր մեզ, շնորհակալ եմ մեր հետևորդներին, որոնք այս մի ժամը մեզ դիմացան եւ հարցեր ուղղեցին մեզ։ Այո, այնքան խոսեցինք, գործելը մոռացանք։ շատ Դե ինչ, շնորհակալություն, մինչ նոր հանդիպում հաջորդ 3 շաբթի 20:00-ին խաղաղություն եւ բարի նոց ձեզ։